информация что ирít։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել մինչև հունիս, նախքան Հայաստանում սպասվող ընտրությունները, հայտարարել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը։ Ըստ ադրբեջանցի պատգամավորի, գործընթացի հաջողության համար Երևանը պետք է նոր սահմանադրությամբ պարտավորվի տարածքային պահանջներ չներկայացնել Ադրբեջանի նկատմամբ։ Հասանգուլիևը նշել է, քանի որ Ադրբեջանում պատերազմը ճանաչված է որպես հայրենական պատերազմ, խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը։ Նա առաջարկել է անցյալ օգոստոսի նախաստորագրված փաստաթղթի քննարկումը ներառել Միլի Մեջլիսի գարնանային նստաշրջանի աշխատանքային ծրագրում։ Newsweek պարբերականն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։ Ըստ պարբերականի, Թրամփի մոտեցումը, որը ժողովրդավարական արժեքներից վեր է դասում տնտեսական շահերը, Հայաստանին թողնում է մեկուսացված ու խոցելի Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ։ Պարբերականը պնդել է, որ այս փաստաթուղթը ոչ թե խաղաղության ուղի է, այլ դիվանագիտությամբ քողարկված կապիտուլյացիա։ Համաձայնագրի առանցքային ու վիճահարույց մասը Թրամփի երթուղին Newsweek-ը որակել է կախվածության միջանցք եւ մահացու հարված Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս գործարքը պարբերականի պնդմամբ Հայաստանը վերածում է վասալ պետության, նպաստելով Կասպիական նավթի հոսքին դեպի Եվրոպա, երկրի սեփական անկախության հաշվին։ Հոդվածում շեշտվել է, որ փաստաթղթում չի խոսվում Արցախից ավելի քան 120,000 հայերի էթնիկ ստումների մասին, ինչպես նաև նախատեսում է դադարեցնել Ադրբեջանի դեմ միջազգային դատական գործերը, դրանով իսկ սրբացնելով պատերազմական հանցագործությունները։ Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին ու իրականացնել մշակութային ցեղասպանություն, ոչնչացնելով հայկական ինքնության հետքերը։ Ըստ Newsweek-ի, սա ոչ թե խաղաղության համաձայնագիր է, այլ տնտեսական գրավ Հայաստանի ապագայի վրա, որտեղ տոկոսարադրույքները սահմանում են թշնամիները։ Ադրբեջանի սահմանադրությամբ այլևս անվավեր են համարվում Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը, ըստ որոնց Նախիջևանը ստացել էր ինքնավար հանրապետության կարգավիճակ։ Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու վերաբերյալ նախագիծն ընդունվել է Միլի Մեջլիսի այսօրվա նիստում։ Նախիջևանի ինքնավար հանրապետության գործող սահմանադրության նախաբանում նշվում է, որ ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ 1921 թվականի օկտեմբերի 19-ի Կարսի պայմանագրերով, որոնք դեռ ուժի մեջ են։ Առաջարկվող նոր տարբերակում նշվում է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի հանրապետության անբաժանելի մաս է։ Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրությունը հիմնված է Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին 1991 թվականի օգոստոսի 30-ի հռչակագրում, ինչպես նաև 1995 թվականի նոյեմբերի 12-ին համաժողովրդական քվեարկությամբ հանրաքվեով ընդունված Ադրբեջանի հանրապետության սահմանադրությունում ամրագրված սկզբունքների վրա։ Այս ամենից կարող են եզրակացնել, որ Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը այլևս համարվում են անվավեր, եւ Նախիջևանը ճանաչվում է Ադրբեջանի հանրապետության մաս։ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունը հերքել է ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցներով տարածվող լուրերը, թե Երևանում նախատեսվում է անցկացնել LGBT շքերթ։ Թուրք լրագրող Օկայ Դեպրեմը, ով նախկինում բազմիցս աչքի է ընկել մտածածին տեղեկության հրապարակմամբ, այս անգամ գրել է, որ Հայաստանի վարչապետը հավանություն է տվել 2026 թվականի ապրիլի 7-ին LGBT միջոցառման անցկացմանը։ Նման հաղորդակցությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Ըստ նրա լրատվամիջոցների նպատակը հասարակության բևեռացումն է եւ պետական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը։ Տարբերակներ չեն քննարկել։ Դատարանը մերժել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցը ԿԳՄՍ նախարարության եւ Հայոց պատմություն 9-րդ դասարանի դասագրքի հեղինակ Նժդե Հովսեփյանի դեմ։ Սամվել Շահրամանյանը պահանջում էր զրպարտություն համարել եւ հերքել դասագրքում տեղ գտած այն տեղեկությունը, թե իբր ինքն է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու հրամանագիրը։ Շահրամանյանը պահանջել էր պարտավորեցնել հրապարակային բոլոր եղանակներով, այդ թվում կրթական ծրագրի միջոցով տարածել հերքում այն մասին, որ դասագրքի Լեռնային Ղարաբաղի հարցը միջազգային ասպարեզում վերադարձ պատերազմին գլխի այդ հատվածը կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը։ Որ մեր համար առաջնահերթություն է
Պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ 7 անձ կալանավորված է։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օրեր առաջ Բանգլադեշ երկրի մի խումբ քաղաքացիներ փորձել են Հայաստանի կողմից ապօրինի հատել Իրանի հետ պետական սահմանը։ Ազգային անվտանգության ծառայողները հենց սահմանին նրանց ձերբակալել են։ Առայժմ պարզ չէ, թե ինչ նպատակով են նրանք փորձել ապօրինի մուտք գործել հարևան Իրան։ Հարկ է նաև նշել, որ կալանավորված խումբը Հայաստան է ժամանել օրինական ճանապարհով։ Պետական եկամուտների կոմիտեն միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության դեպք։ Օպերատիվ տվյալների համաձայն օրերս Նիդերլանդների քաղաքացին Վիեննա-Երևան չվերթով ժամանել է Հայաստան, իր հետ մաքսանենգ եղանակով տեղափոխելով թմրամիջոցներ։ Ռենտգենային զննմամբ նրա որովայնի շրջանում հայտնաբերվել են օտար մարմիններ, նա տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ մարմնից դուրս է բերվել կոկային տեսակի թմրամիջոց, ընդհանուր 845 գրամ քաշով, 50 պատիճով։ Փաստի առթիվ օտարերկրացին ձերբակալվել հետագա օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել են նաև թմրամիջոցների ներկրման եւ իրացման մեջ ներգրավված եւս 2 անձ, որոնք ձերբակալվել են Երևանի հասցեներից մեկում։ Հունվարի 31-ին անցկացված անգլերեն առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական սխալներ, հայտնել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից ու նշել, որ մարտի 1-ին քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքին, կարող են մասնակցել նոր քննությանը անկախ իրենց թեստի տարբերակից։ نفت ایران جاذبه داره گاز ایران جاذبه داره ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրանի հոգեվոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի միջև հերակա բանակռիվը սրվում է։ Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կվերածվի տարածաշրջանային մեծ պատերազմի։ سیاست دستشون بود امنیت دستشون بود Նրա խոսքով Վաշինգտոնը պետք է գիտակցի նման քայլի հետևանքները։ Արձագանքելով Իրանին, Թրամփը նշել է. իհարկե նա այդպես պիտի ասեր։ Չնայած լարվածությանը Միացյալ Նահանգների ղեկավարը հույս ունի, որ մի քանի օրից կողմերը համաձայնության կգնան։ Նա 2 հիմնական պահանջ է դրել. Իրանը չպետք է ունենա միջուկային զենք եւ իշխանությունները պետք է դադարեցնեն ցուցարարների սպանությունները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ պատերազմը աղետ կլինի բոլորի համար։ Ամերիկյան բազաները ցրված են ամբողջ տարածաշրջանում։ Սա նշանակում է, որ հակամարտության մեջ անխուսափելիորեն կներքաշվեն բազմաթիվ երկրներ, շեշտել է նախարարը։ Արաղչին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը։ Երկրի պաշտպանական եւ հրթիռային հնարավորությունները երբեք չեն դառնա բանակցությունների առարկա։ Այդուհանդերձ Թեհրանը պատրաստ է դիվանագիտական երկխոսության, եթե չոտնահարվեն իր օրինական շահերը։ Ուկրաինան պատրաստ է ծանր զիջումների գնալ բանակցությունների ընթացքում, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով իրենք պետք է Ռուսաստանից զիջումներ ստանան, ռազմական բյուջեի կրճատում, բանակի կամ միջուկային զենքի սահմանափակումներ։ Կալասը նշել է, որ վերջին 100 տարվա ընթացքում Ռուսաստանը հարձակվել է առնվազն 19 երկրի վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ արել ձերբակալել նախկին նախագահ Բարաք Օբամային 2016 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու համար Ռուսաստանի հետ համագործակցելու մասին կեղծ մեղադրանքներով պայմանավորված։ Truth Social-ում Թրամփը գրել է, թե Օբաման անձամբ է հրամայել կենտրոնական հետախուզական վարչությանը կեղծ հետախուզական տվյալներ հորինել 2016 թվականի ընտրությունների վերաբերյալ։ Թրամփը սա անվանել է նախկին նախագահի կողմից հեղաշրջման փորձ, որի համար նա պետք է պատասխանատվություն կրի։ Ռուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտություններով, ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Նա հայտարարել է, որ Պուտինը չի կարող բացառել միջուկային կոճակը սեղմելու հնարավորությունը։ Յուրաքանչյուր նով համաձայնել առաջնորդվել եւ ընտրվել է միջուկային տերության նախագահ, չի կարող բացառել դա։ Հակառակ դեպքում նա պարտավոր է հրաժարական տալ, ասել է Մեդվեդևը հարցազրույցի ընթացքում։ Наши ядерные силы, стратегические ядерные силы развивают. Միջուկային զենքը չափազանց վտանգավոր է, բայց եթե երկրի ճակատագիրը վտանգված է, ոչ ոք չպետք է կասկածի, որ Ռուսաստանը կօգտագործի այն, շեշտել է նա։ Ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Զապորոժիե քաղաքի ծննդատանը, նախնական տեղեկություններով կա 6 վիրավոր։ Հարվածների հետևանքով ավելի քան 1 տասնյակ մարդ է զոհվել Դնեպրոպետրովսկի մարզում։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի աջակցությամբ Ուկրաինայի եւ Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ, փետրվարի 4-ին եւ 5-ին Աբու Դաբիում։
Եգիպտոսում 15 մետր խորությամբ սողանքի հետևանքով 2 խանութ է փլուզվել, 2 մարդ վիրավորվել է։ Փլուզման համար հիմք է դարձել նաև մոտակայքում տեղի ունեցող շինարարական աշխատանքները։